Հարգելի հյուրեր, հարգելի ունկնդիրներ, մեր երկրի անվտանգությունը ապահովելու համար մենք ստեղծելու ենք համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ, որ լինելու է խաղաղության երաշխիքը։ Այնպիսի համակարգ, որում պետական բոլոր մարմինները, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ձեռնարկություն, յուրաքանչյուր համայնք, լինի դա տեղական թե մասնագիտական, իմանա իր անելիքը, վարժված և պատրաստված լինի այդ անելիքը անելու ճգնաժամի, աղետի կամ պատերազմի ժամանակ։ Մեր բանակը մեր պաշտպանական համակարգի առանցքային բաղադրիչն է։ Մեր պաշտպանական ծախսերը մենք մշտապես պահելու ենք բարձր մակարդակի վրա, հնայի առնվազն 7%, որպեսզի կարողանանք չեզոքացնել այն սպառնալիքները և այն խզվածքը, որը մենք այսօր ունենք մեր հավանական հակառակորդների կամ թշնամիների հետ։ Մենք զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր, էապես պարզեցնելու ենք ատեստացիայի համակարգը, զորացրված և պայստազորում գտնվող զինծառայողների համար ներդնելու ենք քաղաքացիական մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Մենք մշտապես արդիականացնելու ենք մեր զինված ուժերը, ներդնելու ենք առաջադեմ ռազմական և կրթական ծրագրեր։ Զինվորը պետք է ոչ թե սովորի զրկանքներին դիմանալ, այլ կառավարել նորագույն տեխնոլոգիաներով հագեցված ռազմական տեխնիկան։ Ռազմավարական զսպումը խաղաղությունը ապահովելու կարևոր միջոցներից է։ Մեր նպատակն է լինելու արտաքին ագրեսիայի դեպքում թշնամուն հասցնել անընդունելի և ոչ վերականգնելի կորուստներ։ Մեր երկրի վրա հարձակվելուց առաջ թշնամիները պետք է երկար մտածեն և հրաժարվեն այդ մտքից։ Մենք պետք է լինենք այն ոզնին, որը սուր և երկար փշեր և որի հետ պետք է միայն խաղաղություն ուզենալ։ Մենք ստեղծելու ենք բանակի համեմատ առնվազն կրկնակի թվով ակտիվ պայստազոր, որ կցագրված կլինի զորամասերին և պարբերաբար հավաքներ կանցկացնի։ Մենք կապահովենք պայստազորային հավաքների բարձր արդյունավետությունը, դրանում օգտագործելով մեր երկրում գործող բազմաթիվ ռազմամարզական և ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներուժը, ակտիվորեն խթանելու ենք և խրախուսելու ենք այդպիսի գործունեությունը։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու քաղաքացիական պաշտպանությանը։ Բոլոր բնակավայրերում ստեղծելու ենք անվտանգ ապահով կացարաններ, ամրացված շրջաններ, սննդի, ջրի, վառելիքի և այլ պաշարներ։ Կիբերանվտանգությունը այսօր առանցքային դեր ունի երկրի և երկրի ենթակառուցվածքների պաշտպանության գործում։ Մենք բոլոր զգայուն համակարգերում կստեղծենք կիբերանվտանգության հավելյալ պաշտպանական շերտեր, կաջակցենք մասնավոր ընկերություններին ուժեղացնելու սեփական կարողությունները։ Ռազմարդյունաբերությունը մեր երկրի պաշտպանական համակարգի առանցքային մասն է։ Այն ապահովում մեր ինքնաբավությունը, այն ապահովում մեր սեփական կարիքները։ Մենք մշտապես ընդարձակելու ենք ռազմարդյունաբերական կարողությունները, նպատակ ունենալով առավելագույնս բավարարել սեփական կարիքները։ Շարունակաբար ներդրումներ ենք կատարելու սպառազինության ռազմական տեխնիկայի նորությունների մշակման մեջ և դառնալու ենք ռազմական տեխնիկայի և լուծումների արտահանող։ Որպես ամփոփում, մենք շարունակաբար ավելացնում ենք մեր պետության ուժը, մեր սեփական կարողությունները։ Մենք ինքներս ենք լինելու մեր խաղաղության ապահովողը։